Ողջույն, սիրելի հետևորդներ ջան։ Արևային տակ եղանակ բացվել այսօր։ Օդը այնքան տաք է, մարդ տանը չի կարում նստի։ Ուզում եք դուրս գալ վայելել այս արևի ջերմությունը, ծաղիկների բուրմունքը, որ տարածվել է։ Գեղումը մինում է, ծառերը ծաղկել են, փլքի դաշիֆանը քերը սաղ բաց է ելել։ Հրեն են, տեղնին է տալիս։ Ես էլ դե պարապ կենողներից չեմ, ինձ արդեն լավ գիտեք։ Լիմոնի սարը դուս եմ բերել, բալկոնումն եմ դրել, արև կողանում, էսա շանստամ։ Սիրուն արև կողանում ըստիմ լիմոնի ծառը, վրին համ լիմոնի բեկ կա, բուջուր, հրես է զայ, համ կոկոն կա, համ էլ ծաղիկնի կա։ Իրան շատ լավ ազգում, թազա տերևնին, որ պլպլին են տալի, ծառս շնչում է։ Ստի կկենա, մինչև աշունք, մեմեն դեսուտեն կտեղափոխեմ, դպա արևը կտանեմ, ծաղիկնին էլ էսա գտնում թե որդյա, շանստամ։ Էս էլ իմ լիմոնի ծաղիկը, ստի ինդի տերևն ուրանքումը ծաղկել է, նենց էլ լավ ֆոտ ա գալի, մարդ ուզում չի կողքից աղեր աղելի։ Շատ սիրուն է, առեջ ունի, այսինքն բերքա դառնալու։ Եկել եմ հակինթներիս կուշտը, իրանցից էլ է անուշ ֆոտ գալի, դուխու ֆոտ ա գալիս, տեղը սիրեցին, սաղ բաց են ելել։ Շատ սիրուն են է ախր, պետքա ջրեմ։ Ծաղիկնի սաղ հանել եմ, բերել ըստի շարել։ Մոտիկացրել եմ, որ րոպեն մին գնալ գալ չանեմ, ձեր հետ կարենամ կարգին զրից հանեմ։ Մի քանիսը ստի վերևն եմ դրել, մի քանիսն էլ ներքևն է։ Քանի որ շներս էլ արև կողենանում տակ ցեմենտ բիտոնի վրա մեկնվել են։ Սիմանել են միկրանն է մեկնված։ Հենց շունն ու կատուն։ Հավերս էլ եմ դուս արել, քուջուջ են անում, մինչև գործի գնալս, վաստողած կկենան, ռաուդը քիչ եմ ծորեն տվել, որ հլե կանչեմ տունանելու վաղտը վազզելով գան։ Հմի սիրալի հետևորդներ ջան, որ սաղցը մերը ուրխացանք իմ սիրում ծաղկած կալանխոեով, էտ անունը ես սիրում չեմ, իձևի կոպիտա, իրան ավելի նուրբ անուն կսազար, ավելի քնքուշ անուն կսազար, արդեն սերմակալվում ա, մեմեն էլ կամի ավի կենում, բայց հույս ունեմ եղանակը լավը կկենա, քանի որ դեռ ապրիլը նոր է սկսվել, մանավանդ որ պարավի ուլանն էլ առաջինա։ Մինչև ամսի 15-ը մի քիչ խախուտ է եղանակը, դե միշտ հենց ա ելել։ Հենց որ պարավի ուլանն էլ եկել են, գնացել են, արդեն նոր մի հատ խորը շունչ ենք քաշել, հատկապես գեղացին, որ լիքը գործեր ունի, բաղուբաղչա ունի, հողամաս ունի, մկրատնել եմ բերել, որ իմ սիրուն ծաղիկը արդեն ես անցկացած ծաղիկնին կտրեմ, սայ ըստյան կտրել դիմ։ Խոսքով վարսավիրանոց հայկել իմ ծաղիկը, ճիշտ ասենք, մեմենի վրա հատուկ ենք կա, ունակ սրա վրա մի հատա, դրա ծերա չարժ է, դրան պհելը։ Սիրուն, խնամք ենք տանում, որ էլի ուրախ զգանք մեզ, ծաղիկն էլ, մենք էլ, սուր մկրատով, զգուշորեն, ինքն էլ մի քիչ պինդա էլի արդեն պնդվել է, ստի պատուհանի գոքին դնեմ, տերևնին էլ, էս ամանը պետքա փոխեմ, այնա, բայց են կրաներեսին ծաղկած ծաղիկնի կա, նրանք կհատնում նոր ամանը կփոխեմ, միշտ ասել եմ, որ էս ամանը հինա, թազա ամաննի ունի մարած, հենց որ էս կողքի ծաղկածնին էլ արդեն կսերմակալվի, նոր ամանը կփոխեմ, բայց թե սրանց արդեն պոկեմ էլի վաղտնա, գործի էլ տին գնալ, ինչ գործի գնալս ուզում եմ գործեր անեմ, լավա չէ հնչում, գործի գնալուց առաջ գործ ենք անում, դա պարապ կենանք, ասենք, մենք էլ մի տեղ փրվենք արև կողանենք, չնայած շատ լավ կլեր, բայց թե
Մարդը աշխատանքով է գեղեցիկ։ Այսպես։ Մենք չի որ չենք հանգստանում էլ ենք, բայց ամեն բան իր վախտին։ Ամեն մարդ իր դարդին, ինչպես ուռին ու բարդին։ Սրա որքումը Լիլիա կա, այնա որ ամանը տեղ փոխանելիս էլի, էտել կհանեմ։ Իսկական պատուհան սրբելու եղանակ այսօր։ Մեր տան վրա էլ ենքան պատուհաննի կա, բայց թե կարելի է իմ սենյակի պատուհաններից սկսել։ Ծաղիկնին դրանը թողուլ չտեմ, լիգունը ետ տունտին տանիլ։ Բայց լիմոնն արդեն այսուհետ կմնա դրանը։ Այս մինն էլ մի հատ ավելի, ահագին թեթևացավ։ Իրավ մեջ ամուտել։ Սիմիդն էլ սոր կցանեմ։ Համերս, այն կրանը ֆող են գդել, փափուկ ֆող կա տեղ, հավաքվել են մի տեղ, ֆողն իրանց վրա են տալի։ Այս էց, մի հատ ամենակ, այդ սերմակալվածները պետք չի որել, երկար կենավերին, անտեղի իրա վրա ծանրաբեռնվածությունը, դա դրա սերմը մեզ պետք չի։ Չնայած կարող է ջերմոցներում թողում են, այդ սերմը հվաքում են, հետո ծախում են։ Այս է, դերևը, այս կրամիրեսին, ամեքի վրա դեր կա էլի, սրա վրա մի հատ կա, այս էլ կպոկ է։ Սրանց վրա դեր շատ կա։ Ահագին թեթևացավ, բայց սրել է հետևորդներ ջան, մի պատուհան է մի կողքից էլ ահագին լեն գոք ունի, էլի դիդնեմ, այս մնացած ծաղիկնին դեսը բենեմ, ստիկը ջրեմ, մի լավ արև կողկանեն, այս մեխակնա, տքացել արդեն, ենքան արևն ուժեղա, ամանը տքացել է, տտտեմ հմել ես մի կողքից տքանա, այս ծնծարիքներն է, որ են երկար տերևնին պոկել էի, մանդրը աճում է ետ, իքետ շարունակ, սրանք կտրելու կարիք չեն զգում, այս սպիտակ զանգակն է, այս կողքին էլ ուրիշ ծաղիկ կա։ Այս մի կալանխա են լավ վիճակում է, սրան խնամելը պետք չի, ինքը խնամված է, վերում եմ այս մի կուրը։ Ստի ինչ եմ դրել, այս կանացի երջանկությունն է, էլի խնամված է։ Պտտեմ, այս մի կուրը տակա, թող այս մի կուրն էլ տքանա։ Այս էլ լիլիաներն են, այս էլ է խնամված։ Այն մնացածն էլ դե բերեմ, շարեմ, սիրել է հետևորդներ ջան, ըստի մոդիկացրել եմ, երկևնա, հեսա, կամ էլ բերեմ, էլի ասա։ Որ տենակ իմ ծաղիկներին լրիվ խնամված է, ես էլ չինական վարդն է, լույսու ստվերը ոնց որ թե ինչի, դրա համար ըստի ուզում չեմ երկար կենամ, արևը որ թեքն անգնում արդեն լույսու ստվեր անգնում, սրանք մնչև նստի արև կողկանեն, այն մի ծաղիկն էլ եմ բերել, են էլ է խնամված, ես էլ հնատանիմ հավերիս առաջ գցեմ, կարող է էլի ուտեն, ինքը քաղցր է, ես կարող է այս սերմակալնին, իրանց դիրգա ուտեն, չեն ուտի, բայց կտամ հավերին, դե կանեմ տամ։ Ծաղիկներս ջրեցի ու եկա,
Կոֆին գրեցի, խաղողը լվացի, սիրուն մազան բերեցի։ Լավ անջում չէ, մի քիչ բանաստեղծական անջում, բայց թե մեր ոսկեղենի քայրենը բանաստեղծական անջում, շատ քաղցր լեզու ունենք մենք, կոֆես խշխշում անլավ հասցրեցի։ Կակաչներ, Իսա կակաչներն էլ դաշտերում կբացվեն։ Թող են լավ, բարձրանա։ Մի հատ կոֆին ապահով է։ Հասցրի։ Դուք էլ ձեր կոֆին եփեք և միացեք ինձ։ Ես հավես լավ որով։ Իմ սառնարանն այդտեղ աղմկում է, քանի որ աշխատում է։ Հիմա խաղոն եմ լցնում այս սիրուն վազայի մեջ։ Միշտ ամենասիրուն բաները հյուրերի համար ենք, չէ՞ հանում, բայց մենք էլ ենք հյուր։ Մենք ամենքս հյուր ենք կյանքում, մեր ծննդյան փուչորից, հերթով գալիս անց ենք գնում, այս անցավոր աշխարհից։ Ու հիմա այս սիրուն խաղի ջութերը դասավորում եմ ստեղ։ Սիրելի հետևորդներ ջան, 3 մի ջութ բացել եմ, անշանարել, ոնց որ կոմպոտ լինի։ Հեչ խաղողի համ չկալի, բայց թե ինքը տեսքը ես ինչքան սիրուն է, որ խանութներում դրված դենում ենք, շուկաներում դրված դենում ենք, արդեն գրավում է, գայթակղվում ենք ու վերում ենք տուն անուշանելու։ Շատ քաղցր է, բայց ընդհանուր առմամբ մի տեսակ ոնց որ կոմպոտ լինի։ Կոֆես եփած, խաղողը լվացած։ Հիմա ինչ ենք անում, ոչ թե խոհանոցում ենք վայելում մեր կոֆեն, այլ գնում ենք դուրս մի հարմար տեղ նստենք, մտածում եմ գնամ նարցիսների մոտ, այն պատին հենվեմ, ես էլ արև կողանեմ, կոֆես այնտեղ վայելեմ և ձեզ էլ տրամադրեմ, գնացինք։ Ձեռովոտով էլ դուրը բաց եմ անում։ Պա։ Ես եկա սիրելի հետևորդներ ջան, շներս միել եկել են ես մի կրանն են արև կողանում, մի խոսքով արևի թեքվելու հետ պտիտ են գալիս։ Ես էլ եկա ես մի կուրը քոթուկների կուշտը դեռ արև չի ընգել, ընդի շվակա, տան շվակը ընգնում է, քոթուկն ու կուշտը, ընդի նստելու հնար չկար, համել դե քամի է։ Արև տեղը տաքա, շվակ տեղը ցուրտ է, քանի որ դեռ ապրիլն է, էլի նոր է սկսվել։ Մի քիչ առաջ տիկին Անահիտ անց դուռը ավտո եկավ, գործեր են անում, տան վրա գործ են անում, սիրելի հետևորդներ ջան, թող որ բոլորս էլ առողջել ենք, աշխատանք ունենանք ու կայունանք մեր տունը կառուցենք։ Այդ ձայներն է, որ լսում եք, շինանյութ են դատարկում, կոֆես կսարչի լավ, խմեմ։ Հեղագիտական հաճույք ստանալով ես իմ կոֆեն կվայելեմ, արև կող կանեմ, բայց էլ ավոր, արևն էլ կարունքվա արևա, չարևահարվիմ էլի։ Այս էից, լատենան գարդս վար կողքիցն եմ սկսում, ասեի պատուհանները սրբեմ, բայց ամեն առաջ ուզում եմ սիմինդը ցանեմ, սիմինդը որ ցանեմ արդեն հանգիստ կլիմ էլի, դրչածա, քանի օրա դրչածա, ջրի միջին որ երկար կենա կֆոտի։ Եկով են ես մի քիչ շուտ խմեմ, քանի որ իմ գործը շատ է, ես չգիտեմ թե դուք ինչ գործի եք, ինչ բանի եք, ինչով եք զբաղված, բայց որ գործերի շատ վախնալում, կոֆեն մի քիչ եգին ենք խմում։ Կարելի այս խաղողն էլ մերթ էս էլ ուտել, բամբաներկի հատիկների նման մեր բյուրանը քաղցրացնենք։ Մեծ ավտով ավազ են տանում, շատ լավ է։ Ես որ տենում եմ իմ համագյուղացի մարդիկ լավ գործերի մեջ են, շատ եմ ինձ լավ զգում, որ իմ ծննդավայրը, իմ սիրելի Շնորհ գյուղը, Շնորհ գյուղի բնակչությունը
զարգանում է, աշխատում է, ստեղծում է, շենացնում է, յուղ շենացնելը Աստծո օրհնանք է, սիրելի հետևորդներ ջան։ Լավն արևը, դեր չի կարա թենց արևահարություն տա, երկու րոպե կմնամ ու կգնամ գործերից կանեմ։ Մեղուներս էլ են արդեն թրվռում, բայց թե դեռ եկել չեն գործի տեղիցը, հանդերումն են։ Հերթ ես իմ կողքին ձեր հետ խմեցի, իմ նարցիսների կողքին կանգնած, սիրելի հետևորդներ ջան։ Մի քիչ էլ խաղող վայելեմ, հետո անց կենամ գործերիս։ Սիմինդը բերի, սիրելի հետևորդներ ջան, որ դրչել էի։ Այս բջուր դույլիկն էլ եմ բերել, որ սրանով էլ ջր եմ վերջունում։ Մի հաց եմ ցույց տամ։ Այս տեսքն ունի։ Այս կորը սառնա, շվակա, սառը տեղը ցուրտ տալու։ Պես աղցիկս դրել եմ մտի սենյակի պատուհանի գոքին, թե չէ շունը մի կռնուց, կատուն մի կռնուց, հավերը մի կռնուց, սաղ թրջում են վրեն։ Հիմի սիրելի հետևորդներ ջան, այս ամանի մեջ եմ ուզում ցանեմ, շատ հարմար տեղ է, ես այս ամանը ուզում եմ ստյան, այն մի կողքը տանեմ, քանի որ ինչ էլ ցանում եմ, ծառը որ տրևակալում է, շվակա գծում, լավը չի իլում, բայց քանի դեռ այդ փողը ըտի է, Սիմինդ ուզում եմ ըտի ցանեմ, հետո որ կծլի Աստծո հաջողությունով, կհանեմ, հատ-հատ կտանեմ շիթիլ կդնեմ։ Այս գործը, որ ես ուզում եմ անեմ, որ ասում եմ Սիմինդը շիթիլ տիմ դնել, ընդհանրապես Սիմինդը միշտ հատիկ են ցանում, բայց թե մի որ շուտ է, չնայած շուտ էլ չի, ես կասեմ, բայց մուկը տանում է, կամ ասենք հենց ծլում է, մոշահավը գալիս է տանում, Ես իմ պապայից եմ սվորել, որ միշտ ինքը առանձին տեղ շիթիլ դներ, հետո հենց արդեն Սիմինդը լավ, երկրորդ տերևն են իր միջուկիցը որ դուսա գծում, նոր տաներ շիթիլ դներ ու ջրեր։ Ավելի լավ է բերք տալի հենց, դա փորձված մեթոդ է, սիրելի հետևորդներ ջան, մի խոսքով, եթե կան մարդիկ, որ իմ նման սենց գործերի մեջ են, իմ այս բարի խորհուրդը ձեզ Սիմինդը կարակ արդեն ցանեք մի առանձին տեղ, հետո պոմիդորի, բիբարի կամ նմանատիպ բանջարեղենների նման առանձին ցանենք, հետո շիթիլ դնենք, ավելի լավն ալու։ Դե ես իմ գործը սկսեմ, բայց պետք է գնամ ջուր բերեմ։ Մի Սիմինդն էլ իստի պատուհանի գոքին դնեմ, որ շները վերջի գծեն, գնամ ջուր բերեմ։ Ջուրը բերի, իստի դնեմ քոթքի վրա։ Այս ամփուշմոշի թփերը, որ ստի է, սրանք մայր թփերն են, առաջ թփերն են, քանի տարի է սրանցից լավ բերք եմ վիրոնում, բայց ստի խիտ է, այս կռան երկու թուփը հանել դեմ, կարող է գնաց եմ հանեմ, մտքիս կա, քանի որ ստի շատ է խիտ էլի, հետո այս մեծ մայր թուփը աշունքը կհանեմ, ստյան ուզում եմ լրիվ հանեմ, որ իմ տան առաջին ծաղիկնից հանեմ, ճիշտ է, այս էլ է ծաղկի նման, բերք էլ է տալի, Տենանք, Աստված առաջ, բայց այն կողքի երկու թուփը հաստատ տիմ հանել։ Այս ամանն էլ բերել եմ, որ մի քիչ փողը դրդակեմ ու նոր Սիմինդը շախտամ։ Ինչքան էլ խիտ լի, Սիմինդը ինքը դուս է գալի։ Փետել եմ բերել ստի, որ հավերը եթե գան, փետով քշեմ, փետիցը վախում են։ Ջուրն էլ բերեմ մոտիկ էլի։ Դույլիկը։ Սիմա, պատուհանովը թռար գնացիր։
որով մին հավերին քշել էի նոր եկել, որով էլ մին շակ-շաչ անեմ։ Ես ամիք չէ դե որ գործի կգնամ, կանչել տիմ իրան ծորեն տալ տուն անել, մնել ռգնատ եմ բաց կթողում։ Մեկ մի ֆողը պապկացնեմ, մի քիչ հանել տիմ այդ ֆողոցը։ Այս երկաթը մեծ ավտոյի ակների միջի երկաթն է, դե գիտեք, որ կողքերը ծակ տեղեր ունի, ըտի քարեր եմ դեմարել, որ ֆողը փախչի, ոչ։ Հիմա աշխատում եմ այդ քարերին շատ ձեռք չտամ, իսկ այս ամանը բերել եմ, որ մի քիչ ֆող հանեմ, երեսին շաղ տալու համար։ Սոր ժամ եմ պայմանավորվել, գնալ դիմ մատներիս եղունգները շիլակ հանեմ, այս ֆողագործն անեմ, գնամ մի լավ լվացվիմ, որ մաքուր գնամ շիլակի տեղը, ընդյան որ կգամ շանց կտամ, թե ինձ ձև եմ շիլակ հարել։ Մի քիչ ուզում եմ խորքային ցանեմ, այս լավ փեյնա ֆողա, իսկը սիմինդի ֆողա, երեսը ծածկել դիմ, քշերը ծածկած դիմ պհել։ Մի քիչ եմ փապկացնում, քանի որ այս ֆողը նստած ֆող է։ Այս քարերը հանեմ։ Այս էլ որ փեյնա ֆող է, փեյնումը հենց հլում է, որտեղ ինքս է հենց կպածալում, այս է փշրեմ։ Գործեր կան, որ այդ գործն անելու վաղտի կարում չեմ ձեռնոց հակնում, ուզում եմ ձեռներս անպայման ֆողին դիպչի։ Ֆողը ուժ է, մեր հայոց ֆողը ուժ է, սիրելի հետևորդներ ջան, մեր թագավորները մեր սուրբ հողից են ուժը ստացել։ Մենք էլ ուժը ստանանք ու այդ ավանդույթը պահպանենք։ Տեղս հարմարացնեմ։ Արդեն ստի լավն է, մի քիչը հենց ֆողին էլի հարթեցնում եմ, այս ինչ էր, հետո արդեն սա հենց շաղ եմ տալիս, այ սենց, ինքը որ ծլում է, մինը մնի խնգարում չի, կարևոր նենա ծլի, քանի որ այս սերմացուն էլի եմ հիշեցնում երկար տարիների սիմինդա, իմ ծնողների աչեցրած սիմինդն է, որ մնացել էր դարակում, եղբորս կինը տվեց ինձ, այս սենց, լավ էլ տեղը հերիքեց է, ընտիր, շատ խիտ չի, շատ սիրուն է, քիչ համնում գամ տեսաղցիկը բերեմ, այս սիրուն տեսարանը ձեզ ցույց տամ, թե ես ոնց հասև հողի վրա, սերմացուն շողշողում։ Ահա, սիրելի հետևորդներ ջան, մի քիչ էլ ուղումներ կատարեմ, դթումի սերմերը։ Դթումի սերմերն էլ շաղ տվի, չգիտեմ, ոնց կլի, լատենամ էլի, ինչ եմ անում, ինչ չեմ անում։ Ու արդեն բրով, այս հողը լցնում եմ վրան։ Աստված օրհնի, թող որ ծլի, ծլարցակի, բարգավաճի։ Գնա, գնացեք։ Սենց խոսք կա չէ, ասմաշան հետ հնգերություն արա, բայց հետը ձեռիցդ վեր մի գձեր։ Ես իմ սերմացուն ցանեցի, ձեր հետ միասին սիրելի հետևորդներ ջան, այս լավ պայծառ արևոտորով, հավերն էլ են գալիս, ցեները եկավ, քշա, քշա, հետից սաղներ վախում են, երևի հենց գիտեն օծա, լավ ծածկվեց, հավերին ես մի շուտ ուզում եմ տուն անեմ, որ ստի չկան քանդեն, կարող աշուներն էլ քանդեն, չգիտեմ,
Շատ լավ ստացվեց։ Մի պետք է ջրեմ։ Քշա, ուր ես եկել։ Ազատ, բաց թողած ես, գնա։ Այս հենց եմ ջրելու։ Առատորեն ջրում եմ, քանի որ այս հողը այդքան էլ խոնավ չի։ Սիմինդն էլ խոնավություն ա սիրում, ջուր ա սիրում։ Այս եզրերի հողն էլ մաքրեմ, որ իմ արած գործը սիրուն էլի։ Մի հատ էլ։ Սա արդեն լավ, հողը թաց ա ելել։ Մի երկու օրից հետո ետ կջրեմ։ Այսքան ջուրն էլ ետ չի տանիմ, ստիլեցնեմ, ոչի թփերը ջրվի թող տեղը փակվի։ Ես եկա պատուհանները սրբելու, հավերին տուն չեմ արել, քանի որ ես կողքին ա իմ գործը, մտիկ կանեմ, կքշեմ, իսկական պատուհան սրբելու եղանակ ա։ Ծաղիկները հանել եմ դուրս, խնամել, մի հատ էլ բացել պատուհանը, բայց ասեմ, որ քանի ա։ Մի հատ նայենք տենանք սենյակի ջերմաստիճանը ինչքան ա։ 21, համարյա 22 աստիճան ա, սիրելի հետևորդներ ջան, ահա մոտեցնեմ։ Դե ինչ, դուք էլ կարող եք տրամադրվել եւ ձեր պատուհանները բացել ու սրբել, իսկը իր ժամանակն ա։ Ճիշտ ա, մոտորերս էլի անջևատված, հա, զանգի։ Մեզ լավ զգացի, որ սիմինդը ցանեցի, մի տեսակ խիղճս, հոգիս թեթևացավ, երբ որ սեր մենք ցանում, սիրելի հետևորդներ ջան, դա կատարելություն եմ համարում ես, նոր կյանքի սկիզբ եմ համարում ես, բերք ու բարիքի սկիզբ եմ համարում ես։ Սիրելի հետևորդներ ջան, ես իմ գործը սկսեմ, պետք է աթոռ բերեմ, աթոռին բարձրանամ, հետո պատուհանի գոգին բարձրանամ, վերև, ներքև, ցատկոտեմ, այս ու այն կողմ թեքվեմ ու իմ պատուհանները սրբեմ իմ սենյակի։ Մյուս օրերին մյուս սենյակի պատուհանները կսրբեմ, քանի որ այսօր չեմ հասցնի թեկուզ երեկոյան, քանի որ բաղջի գործերն էլ ինձ են սպասում։ Ես անցնեմ գործի։ Հայրս գնացել են։ Գնացեց փապկացնեմ։ Հետո աթոռը բերեմ ու բարձրանամ։ Պետի պետ չեմ վառել, մուր չկա, ծուղ չկա, տանը ծխող չկա, վարակույրները մաքուր ա, վարակույրները կթողնեմ։ Շատ սիրունացավ ու թարմացավ իմ ծաղիկը։ Հերթով հավաքել եմ, բերել եմ ներս, պատուհանները սրբել եմ, վերջացրել ու դասավորություններ տամ իմ ծաղիկներին։ Քանի որ այն մեկը այս պատուհանը չեմ դնելու, կտեղափոխեմ նրա մյուս պատուհան, այս երկուսը կմնա ստեղ։ Շատ սիրուն։ Քանի որ այս գործը վերջացրել եմ, սիրելի հետևորդներ ջան, ու իմ գնալու ժամանակն ա, գնամ հավերին էլ կանչեմ, ցորեն տամ, որ հանգիստ լինեմ, ու կգնամ իմ աշխատանքին, որից հետո շիլակի եւ էլի տուն եւ էլի գործեր։
Շվաքը ստենում են, թե չէ, զորքը հվակվում է։ Ես այս վերևից էլ կան, իհատ ստի ջուջու եմ անում կանչում, քանի որ գնում են վերևնին են հասնում, մին հվակում եմ իրար, հետո նոր տանում եմ բնում եմ տանում եմ։ Աղունակի պես հրչում եմ։ Հետի, ջու։ Լատին ամեն վերևից գալիս են, թե չիմ հվակվել են։ Արի։ Ջու։ Ջու։ Աչքիս մի երկուսը պակաս են ռևում, մի խոսք ասրել է հետևորդներ ճան արդեն, են երկու պակասներ կան, հետո տանին հվանոցն անեմ, հոմը դարել է իրանց հվանոցը, կռիվկինան սկսեցիք էլի, ես թվում այն վերևը հավեր են մնացել այ, դետանիմ արդեն տուն անեմ, կգան, էն տողը կգա։ Եկեք։ Ջու։ Աշուր։ Ջու։ Այն մի սետկումը մնացին այ։ Էդ ուր եք հտի մտել։ Ջու։ Հասցնեմ տուն անեմ, մեգան, ահա։ Արի։ Դու ճամփ են դեդ նա որոտի ես մտել։ Այ, այս սետքեն էլ կռացել այն ձներիցը։ Էդ էլ պետքա դզեմ։ Բայց էդ մի հոգու բան չի էլ էդ պետքա։ Մավ կանչեմ քոմական է։ Եկեք, 3 հատ մնաց։ Արի։ Մտել են են մի սետքի մեջը։ Արի ջայլամիկ ջան, արի։ Ահա, են վերևիցն էլ եկավ։ Ասի չէ, որ պակաս աչքիս, անգամ մի հատը պակաս ալում, ես զգում եմ։ Արդեն դուրը փագեմ։ Չես մնեմ մի դուրը բաց կփողում։ Գնացեք երեք, լատինամ ձուկա։ Երկու հացու, հույս ունեմ կսկսեն ձոացել։ Այ աստված ճան, ես ինչ էլ ման դրնա ձվերը։ Ես տնեմ պատի գլխին, ստի պատ կա էլի, դուրը փագեմ, տնամ պատրաստեմ գնամ իմ գործին։ Ջուր էլ տիմ տալ, պետքա վերեմ ջուր էլ տամ մի խոսքով։ Ես ինչքան սիրուն ծաղկել է իմ վրա հաթի թփերը, նենց էլ համով ֆոտա գալի, ընդյանը ստի գալիս է ֆոտա հայ, ես բալկոնումն եմ ճամփային պահում կաթի մարդը, էսա անց կկենա իրա գալու ժամերն է, կաթել վեր ունեն ու ոնց որ դե գալիս է լավ էլ տեղին դուս եմ եկել, բայց գիտեմ ինքը չի խոսալու է, հեսա մոտիկացել է, բարև ձեզ, կաթ եք տանում, թե ծախել եք ճամփին, հա, դե լրիվ բերեք ես կվերցնեմ, եղավ, եկա։ Ենքան ամեն ինչ արագի մեջ ստացվեց, սիրելի հետևորդներ ջան, կաթը միացրել եմ արդեն, ես ավարձրանում եմ, շշերը լվացել եմ պատրաստը, պատահում է, որ ճանապարհին իրանք վաճառում են, հետո դատարկա գալիս անցկենում, ես էլ նախապես չէի ասել, այս անգամ իմ բախտը բերեց, կաթնահունցի, կաթն էլ ունեցա, և հիմա կամաց բարձրանում է, արագի մեջ այդ ամեն ինչը կազմակերպեցի, որ շշերը տամ իրանց հետ վերցնեմ, քանի որ դրանով են տեղափոխում կաթը, մեկ էլ ասեց, որ չէ, թողմնա իրիկունը կվերցնեմ, դե ես էլ ավելի լավ
կպատրաստամ, իրիկուն է կտամ, հիմա կաթը կերամ ու կգնամ իմ աշխատանքին, բայց հավես պահը ձեզ ցույց չտամ, թե ոնց է կաթը ջրջրալով բարձրանում, միշտ սիրել եմ, որ դատարկելու պահը, որ կլկլալ է, լցնում եմ բանձի մեջը, կաթի հոտը, կաթի բուրմունքը գալիսը, այս անգամ էլ այս պահով կմիանամ, բարձրանում է, ես շտապ եմ ցույց տամ։ Մի տեսեք, թե ես ինչ յուղոտ կաթա, սիրելի հետևորդներ ջան, յուղներ ես նա եկել ու կամաց բարձրանում է ջրջրալով։ Ես ուշադիր լինեմ իմ կաթը չթափվի, տեղը հեռացնեմ։ 6 լիտրուկես կաթ եմ վերցրել, սիրելի հետևորդներ ջան, որ մածունել մերեմ։ Արագացնեմ, որ գնամ աշխատանքիս։ Մինչև կգամ, երեսը սեր կհավաքի ու մածունն էլ կմերեմ։ Այնքան եմ լցնում, որ ծածկելը տեղ մնա։ Այսքանը լավ արդեն։ Ես եկավ տուն, ես ինչքան շոքա, ոնցով թե ամառ լինի, սիրելի հետևորդներ ջան, և նվերներով եմ եկել։ Նորից իմ սիրելի Ժենյան անակնկալ նվեր է ուղարկել Viber-ից, և իմ համար, և իմ հարևանուհի Տիկին Անահիտի թոռնիկների համար, պատկերացնում եք, Վահանիկի և Անիի համար նույնպես նվերներ է պատրաստել, շատ շնորհակալ եմ Ժենյա ջան։ Այսպիսով շատ արագի մեջ բացում եմ, քանի որ բլոգս պիտի տեղադրեմ և ուշացնում եմ, գիտեմ, թե ինչքան անդամներ սպասողներ ունեմ, հենց որ մի փոքր ուշացնում եմ իմ բլոգ տեղադրելը, սկսում եք անհանգստանալ։ Հիմա կոֆե չեմ եփում և արագ ցույց տամ նվերները, այնտեղ ենք բացել, սիրելի հետևորդներ ջան, իմ համար Սառնարանի ամաններ է ուղարկել, դե իհարկե կարող եմ և ոչ միայն սառնանում օգտագործել, այլ ինչպես որ ուզենամ, այդպես իր տոպրակնի կամ և ահա, սրանք են հիմնականում դե Սառնարանի ամաններ ենք սրանց համարում, բայց իհարկե կարող ենք նաև օգտագործել, ինչ ուզենանք մեջը լցնենք համով բաներ, կապ չունի, թե ինչ։ Այ այսպես, 4 հատ, բոլորը մանրակրկիտ ձևով ստուգումները կատարվել է։ Շնորհակալ եմ Ժենյա ջան, շատ ներփաճաշակ նվեր եք ընտրել, բաց վարդագույն կակաչի վրա, հետո արդեն փնջով է նկարված։ Սիրուն կօգտագործեմ հավեսով և ամեն անգամ իմ սիրելի Ժենյային կհիշեմ։ Սիրելիներս, այս մասին վլոգի սկզբում չեմ ասել ձեզ, քանի որ անակնկալ էր իմ համար, ես ու Ժենյան շփվում ենք և միանգամից ինձ տեղեկացրեց, QR ուղարկեց, որ գնամ ստանամ այսօր։ Հիմա, սա Անիի նվերն է, սիրելի հետևորդներ ջան, բացում եմ, ցույց եմ տալիս, մտածում էի կգնամ իրենց տուն, այնտեղ համ ցույց կտամ, կբացեմ, այնտեղ ցույց կտամ, բայց քանի որ իրենք տանը չեն, կպահեմ այնքան, մինչև կգան տուն, հետո կտանեմ նվերները կփոխանցեմ։ Փոքրիկ Անիի համար խոհանոցային նվեր է ուղարկել Ժենյա, խաղալիք չէ, սիրելի հետևորդներ ջան, այսպես, շատ սիրուն, հետարքիր, թափանցիկ, նաև հասցրել եմ, Շիրակի եմ գնացել, այսօր ինքան լավ օր էր, սիրելի հետևորդներ ջան, սիմինդը ցանեցի, շատ գործեր արի, Շիրակ հարեցի, նվերները ստացա, և դա իմ համար լավ օր է համարվում, ինչքան էլ ծանոթ անծանոթ ենք լինում, սիրելի հետևորդներ ջան,
սիրենք և հարգենք միմյանց, քանի որ դա մի ուրիշ զգացողություն է։ Այսպես, Անի նվերը փակեցի, հիմա ուզում եմ ցույց տալ Վահանիկի նվերը։ Եթե Անի նվերը այդ ձևով բացեցի ցույց տվեցի, ապա Վահանիկի նվերը, որը Զատիկի սեղանի համար կառուցողական է, սիրելի հետևորդներ ջան, նախքան որ ցույց կտամ, նաև իմ շիլակը ցույց տամ, թե ինչ երանգի եմ ներկել, կարմիրի երանգն է, որը շատ եմ սիրում, ահա, միշտ կազմում պատրաստ ենք լինում, ճիշտ է, բաղուբաղջում գործել եմ անում, հողի հետ գործել եմ անում, բայց սիրում եմ նաև իմ մատերը խնամված պահել, հենց որ տնից դուրս գալու պահն է լինում, արդեն պատրաստ ենք լինում և հեշտ ենք լինում, ահա, տեսնում եք, այստեղ ինձ սիրուն նվեր է, շատ սիրուն կառուցողական է, հիմա մի հատ այս մեկը ցույց տամ, ահա, մոտեցնեմ, պիտի հավաքվի, շատերիդ միգուցե ծանոթ կլինի, սիրելի հետևորդներ ջան, և այստեղ հավիկն է, թուղթ մայրիկն է, այս մեկը չեմ բացում, կբացեմ արդեն իրենց տանը, ամուր փակված է այստեղ։ Դե ինձ սիրելի հետևորդներ ջան, կոֆե էլ չեմ եփում, քանի որ ուզում եմ վլոգը շատ արագի մեջ ձեզ հասցնել, մածունի համար կաթը հովացել է, բայց հիմա իրենցով չեմ զբաղվում, մինչև վլոգը չտեղադրեմ, ոչ մի գործով չեմ ուզում զբաղվել։ Իրենք էլ կգան տուն, նվերները կտանեմ, կփոխանցեմ և նորից ու նորից շնորհակալություն իմ շատ սիրելի Ժենյա ջան, քո այդ բարձր ուշադրության համար, սիրելի հետևորդներ ջան, առայժմ ես գնացի վլոգս տեղադրելու։